Ես Գայք Ծառուկյանս ամբողջ կյանքս ապրել եմ իմ երկրում։ Ես այս երկրի մարդ եմ, իմ սիրտը ցավում է, իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի։ Ես օրեկան հանդիպում եմ տարբեր մարդկանց հետ։ Մարդիկ մտահոգ են, նեղված են, կոտրված են, հիասթափված են։ Կա խնդիրը, կա պրոբլեմը, կա լուծումը։ Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Մեր առաջարկած Հայաստանը ամենալավը պետք է լինի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Սա որ հասցնա։ Էսի մոլդովական 29 դրոպ 1։ Դրոպ 1։ Հենա գրացան։ Հարկ կան թե իջնեն ուստր բիսետկեն։ Ոնց է ձեզ հարմար։ Ընդհանրապես այս հարկը փախստականների հարկ էր եղել ժամանակի ընթացքում արդեն այս փախստականների կարգավիճակից մարդիկ դուրս են եկել, արդեն Հայաստանի Հանրապետության կարգացիությունը ստացել են բոլորն էլ 90%-ը։ Այս բնակարանները 2011 թվականից առաջ հատկացվել են այս հարկի բնակիչներով։ Փաստաթղթերով ապացուցված ամեն ինչով։ Ընդհանրապես այս հարկի մեջ բնակվում են սիրիահայեր եւ իրաքահայեր բնակիչները։ 2026 թվականի հունվարի 28-ին մեկ էլ անագնգալ որոշումը ներկայացրեցին տարածքային նախարարությունը լուծարվել է Օթևան բուհարդի հանձնել է հանրագասարանների բուհարդը եւ մեզ պայմանագրերով ծանոթություններով ծանոթեցին որ դուք պետք է կամ պայմանագրերը ստորագրեք կամ էլ երեք օրվա ընթացքում պետք է ազատեք։ Հիմա օրենքը եթե ասում է կամ չի ասում, դա պետք է մենք հաստատ որ իրանք իմանում են։ Մարդ որ ինքը 5 տարուց ավելի որ բնակվում է մի բնակարանի մեջ, ինքը կարծում է որ ինքը իրավունք ունի այդ բնակարանը սեփականաշնորհելու։ Մեզ նույն այս շենքի մեջ, նույն այս հարկի մեջ, չէ, վերևի հարգելու, նույն մեր ներողություն, նույն մեր սենց ասած կարգավիճակ ունեցող մարդիկ 5 տարի բնակվեցին, 5 տարի հետո մարդիկը ստացան իրանց սեփականության վկայականը։ Հարցը մեզի հասավ, մեր հարգին հասավ, մեր հարգին ասին, որ ցեզ 1 տարի պայման ենք տալիս, 1 տարվա ընթացքում կամ կազատեք, կամ էլ կմնաք։ Այսինքն, այստեղ օրենքի անհասկանալի կմնաք, բայց ինչ պայմանով։ Այդ երկրորդ բանը դիմումը որ եկավ, մեզ ասին որ պետք է դուրս ելնենք, ինչպես որ պարոն Միկոն ներկայացուց։ Բայց հիմա այստեղ խնդիրը կա։ Ինչու մեր նույն կարգավիճակի ժողովրդին տուն տվեցին եւ սեփականցրին։ Okay, ու մեր բանը առաջի դիմումը, որ գրված է մեզ դուք անժամկետ պիտի բնակեք այստեղ։ Այսել անժամկետ պայմանագրերն են, անժամկետ եւ անհատույց 2011 թվականի 2011 թվականը Այսինքն դուք 11 թվականից այստեղ եք բնակվում։ Անժամկետ ձեզ տրամադրել են։ Այո։ Այսինքն 15 տարի է ես եմ բնակվում, 19 տարի է ինքն է բնակվում։ Առաջի բնակիչը մենք 314 ենք։ Այսինքն մարդուն 20 տարի հետո կասացես դունից դուրս արի։ Ու այս հարգը առավելությունը հիվանդներուն եւ հաշմանդամներու համար է սկիզբը։ Դեր հիվանդ նրավն էինք, մեզ այս տունը հատկացել ենք։ Դրանց հետո արդեն եկան լեցվան։ Ու համես սաղ Իրաքի եւ Սիրիայի հայերը։ Օրենքը եթե գործում է որպես ՀՀ քաղաքացի 187-րդ հոդվածում 10 տարուց եւ ավել լինելով մենք փախստականի ժողովուրդ, ես ՀՀ քաղաքացի, ժողովուրդն է դարձան ՀՀ քաղաքացի։ Հասնում է չէ մեզ որ օրենսգրքի հետ սահմանված մեզ որ իրավունք տան սեփականության։ Եթե վերևիններին մեր կարգավիճակով տվել են, մեզ պարտավոր են տալու Ինչու մեզ իրավունք չեն տալի եւ մերժում ենք ստանում, ժամկետ են տվել 3 տարի, նախ ներկայացնեմ, որ լուծարվել է եւ լուծարումից մենք տեղեկություն չենք ունեցել։ Խոսքով են ժամկետ տալի, բանավոր, գրավոր դեռ չենք ստացել,
Բայց լուծարվել է շենքը։ Լուծարումից մենք հին պայմանագիրը չեղարկում ենք, որևէ մեկին տեղեկացնելու չեն գալի տեղեկացնեն։ Նախարարությանն է, չէ՞, դա տարածքային կառավարման եւ Չեն ենթակառուցվածքային։ տեղեկացնում եւ ոմն մի կազմակերպություն գալիս է, ասում է 24 ժամվա մեջ նապադենիայով մեզի շանտաժի միջոցով ստորագրել են տալիս։ Ինչ եք դուք ստորագրում։ Ինչ Մեկ պաս։ տարի ժամկետ։ Որ 1 տարվա մեջ պետքա կամ սեփականաշնորհ կամ դուրս գա։ Ոչ, չկա սեփականաշնորհ։ 1 տարվա մեջ պետքա դուրս գաք, այսինքն։ Կարող եք մտալ, եթե չստորագրեք, կարող 12 ժամ։ Էս էլ անօրինական պայմանագիր է, առանց ոչ մի նոտարական հաստատության, առանց ոչ մի կազմակերպության։ Շանտաժով մեզի ասում են դուրս։ Ստորագրել եք դուք բոլոր։ Բոլորը վախից ստորագրել են 24 ժամ քեզի կան տան երեխայի հետ վախից։ Այսինքն յուրաքանչյուր պահի կարող են ըստ այդ պայմանագրի կամ ձեզ տներից խաղալ։ Այո։ Մենք խնդրում ենք կառավարությանը օրենսգրքի հետ սահմանված մեզ տան մեր իրավունքը, եթե նախկինում տվել են ոմանց, որ իրավունք ունեցան սեփականաշնորհելու, հարգարժան մեր կառավարություն, ձեզ ենք դիմում, որ մեզ տակ իրավունք կացություն ենք խնդրում ձեզանից, ոչ թե մեզի ժամկետ տան, այլ կացություն։ Բան ճշտենք։ Դուք այստեղ բնակվում եք որ թվականից, ասացիք մոտ 2000-ական։ Ահա։ Ձեր վերևի հարկերն են մոտարապես այդ ժամանակներից բնակվում։ Հիմնականում ներողություն ներկայացնեմ, եղել է Բաքվի փախստականներից ներկախտած քաղաքացիներն համար։ Վերևի հարգեր ովքեր որ Բաքվից փախստականներ են եղել, այդ մարդիկ արդեն սեփականորեն գնացել են։ Միևնույն ժամանակ հիմա այդ վերևի հարգերում կա սիրիահայեր եւ իրաքահայեր, որոնք նույնպես ստացել են։ Ունեցող գարկավիճակ ունեցող մարդկանց կան, որ այստեղ դեղեր չկար իրանց ապահովելու համար, վերևի հարգերը դեղավորեցին։ Այդ մարդիկ նստան 5 տարի հետո դիմեցին սեփականության իրավունքը ստանալու համար, ստացան։ Բայց դեպքում դες այդ ինչի խնդիր առաջացավ։ Ինչի դες այդ խնդիր առաջացավ, դուք ինչ եք։ Չհասկացան, հունվարի 28-ին եկան պայմանագիր դրեցին մեր դեմը, ասին բողակը լուծարվեց, հասկացանք բողակը լուծարվեց, երբ որ բողակը լուծարվեց, այստեղի բնակիչների իրավունքները գորեց։ Իսկ այդ բողոքի լուծարումից հետո մարդ կա, որ ստացել է սեփականաշնորհ կայական։ Հունվարից հետո մարդիկ կա իրանց սեփականաշնորհման կորձընթացքը վերևի հարգերում կորձընթացքի մեջ է։ Այսինքն ձեզ համար է լուծարվել այսպես ասած բողոքը միայն։ Այսինքն խտրականություն կա այստեղ։ Այդ խտրականության պատճառը մեզ թող ապացուցեն ինչի համար այդ մարդիկ մեզանից ինչ տարբերություն ունեն, որ այդ դրանք շատ կներես մենք ոչ մեկի հանդեպ ոչ մի բան չունենք, այսինքն վերևի։ Հասկացանք, հա։ Մենք այդ չենք ասում։ Մենք ուզում ենք հասկանալ, քանի որ մեզ տեղավորեցիք այստեղ եւ անժամկետ եւ անհատույց պայմանագիրներ դվեցիք, ասեցիք որ ձեզ ոչ ոք չի գալ այս շենքերից, այս հարգերից դուրս բերի։ Մեկ էլ հետաքրքիր մի օր առավոտ շուտ ամսի 28-ով հասնանաց ասես, հեսա պայմանագիրը կամ ստորագրեց կամ էլ դուրս կերես։ Էսի մարդու իրավունքների։ Իսկ դրանից հետո եկել են ինչ որ մեկին դուրս անել։ Ոչ մեկ չի եկել առավոտ։ Այստեղ ոչ ոք չկա այդ բողոքից։ Նախկինում հանրակացարանները բուհագը կար այստեղ, ճիշտ է 10 տարի 10 իրենք են։ Ոչ մեկի դուրը գալով չզարգին չասեցին որ արդյոք Վահանջան ինչի պետք ունես կամ Արմիկ ջան դու ինչի գարեք ունես ոչ մեկին ոչ մեկին, բայց շատ նորմալ, շատ Այս տուներն են արդեն գիտես 10-15 տարի որ կապրես մեջ է, պետք է վերանորոգես։ Սա մեր ուժերով, մեր աշխատանք գումարով, սա այո, վերնից կտրելով, ինչպես պրոկուրորը, սա մենք ենք շարքել։ Օր մոյերս բողակը չեկավ, սա, արքեզ մի հատ ամուշկատ։ Իսկ դուք բողոքին որևէ վճարում կատարել եք։ ոչ մեկի։ Ոչ։ Դուք ձեր կոմունալ վճարումներ դուք ինքներդ եք վճարում։ Ներողություն, Ձեր անունով է, էլի ինչ որ մեկին դուք չեք վճարում։ հոսանքը մեր անունով է և ջուրը մեր անունով է։ Մենք շատ հարկանքով ստրացիներով ամենը շատ հանդարտ ենք եւ շատ հարկանքով ենք։ Ամեն մարդ իրեն վճարումները մենք օրենքը երբեք չենք խախտած։ Միայն որ դուն չունիք որ ելան։ Հասկացաք։ Դուն չունին, թրամ չունին։ Եթե այդ մարդը թոշակի եւ նվաստի վրա գաբրի, որ դեղը բիտ բերե որ երթավարձ դա ջան։ Ես հաշվատամ քույրի գալու, նեպս ինքը վատ վիճակի։ Այսինքն այստեղ 12 բնակիչ է, մոտավորապես քանի բնակ։ 12 տուն, 10 մոտ 40-50 բնակչի մասն է խոսքը միջին հաշվարկով։ 4 հոգի Որոնք կանգնած են դրսում հայտնվելու վտանգի առաջ, եթե
անարդար վիճակի մեջ ենք։ Արդարությունը չհաստատվի։ Արդարություն եւ խտրականություն, այդ անարդարությունը եւ խտրականությունը ինչի համար մոտավորական 29 դրոպ 1-ի 3-րդ հարկի վրա է գործում։ Իսկ լուծարվելուց ինչու տեղեկացված չէ։ Պոակի լուծարվելու մասնախազ։ Ասենք ՄԱԿ-ի գրասենյակը երևի արքովաճառք վստահ չենք, բայց ասում ենք արքովաճառքա տեղի ունենում, տալիս են ինչ-որ ոմն կազմակերպության, այդ ոմն կազմակերպությունը մեզ տեղյակ չեն պահել, որ լուծարվել է, օրենքը չեղարկում են, գալիս է թազա օրենք, հին պայմանագիրը, այսինքն չեղարկվում է։ Ինչի հիման վրա է չեղարկվում եւ նոր պայմանագիրը գալիս ու շանտաժով մեզ ստորագրել են տալի։ Շանտաժ։ Դա օրինական է։ Այս հարկը պատկանում է տարածքային նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային նախարարության է պատկանում։ Մենք նամակ ենք գրում տարածքային նախարարության, որ խնդրում ենք մեր իրավիճակները, մեր գացությունները գնենք, տարածքային նախարարությունը ոնց որ թիպմամբ կամ անթիպմամբ մեզ փոխանցում է սոցիալ նախարարության, մագագրում է իրան ուղղված նամակը սոցիալ նախարարության։ Բայց իրանա պատկանում չէ փաստացի։ Հա։ Սոցիալ նախարարությունն էլ իրավունք ունի։ Կամ սոցիալ նախարարությունը չի իրավունքնել այս հարցը, ինչ ա եղել այստեղ, ինչ կա կամ ինչ կա, ասելով չի հասկանում ինչ ա եղել։ Բայց ինչի համար տարածքային նախարարությունը մագագրում է սոցիալ նախարարության։ Մի հատ եկեք հասկանանք, ունենք իրավունք թե չունենք իրավունք։ Մենակ է Որևէ մեկտեղ որ դիմում ենք սոցիալ նախարարությանն է դիմում, սոցիալ նախարարությունը դեռ մեզ անորոշ վիճակի մեջ է դնում։ Մենք ուղղակի դիմում ենք, որ մեզ տան կացար, ոչ թե կացարն ապրելու հնարավորություն եւ մեր սեփականությունը ունենանք մենք։ Այսինքն ինչի փաստացի դուք հիմա տիրապետում եք դա ձեզ տան օրենքով, ինչպես որ տվել են, ասենք մյուս հարկերին։ Այո։ Մեր կարգավիճակը առաջին բանաճկը պետք է լինի այս պայմանագիրները, որ մեզ դրվել են մի տարվա պայմանագիրներ, չեղարկվի։ Կամ մենք պայմանագիրներ ունենք օրենքի ուժի մեջ է։ Այդ օրենքի ուժը, որոնք դուք ցույց տվեցիք, թվականին ընդունվել է ԲՈԱԳ-ը, հանրագծարանների ԲՈԱԳ-ը տարածքային նախարարության կողմից, այդ օրենքը ուժ չի գործրել։ Օրենքը ուժը չի գործրած, երկրորդ օրենքը պարտադրեցին մեզ, որ մենք պայմանագիրը ստորագրենք։ Այսինքն այդ օրենքը ուժը թող գործներ, թող կային հարցնեին մենք բաժարում ենք, մենք հանձնում ենք, մենք էս ենք գանում, ձեր կարծիքը ինչ է, ինչ եք նախատեսում, այդպես ոչ մի բան չեղավ։ 2026 հունվարի 28-ի առավոտը այս սենյակը կանչվեցին։ Սաղ։ Էսի բուհակի սենյակը։ Դրեցին մեր դեմը պայմանագիրները, ասին 3 օրվա ընթացքում չստորագրեք դուրս եք գալիս։ 3 օրվա ընթացքում չէ։ Հա, 24 ժամ։ Իրենք դրեցին 3 օր։ Չէ, 2-3 օրվա մաքսիմում։ Լավ, այդ 187-րդ հոդվածը մեզի պատկանում է որպես ՀՀ Որ 5 տարի ավել գույքի տիրապետել եք բարեխիղճ։ Դա լինելով մենք Հայաստանի ոչ թե ՀՀ քաղաքացիներ են մարդիկ դարձել, օրենքը պետքա գործի ոչ թե մենակ վերևի, որ մեր պայմանով վերևը տվեցին տներ եւ նրանց սեփականության իրավունք տվեցին, բայց մեզ թույլ չտվեցին։ Այդ օրենքը պետքա գործի բոլորին, ոչ թե մեկին։ Խտրականության համար ենք դիմում, որ ինչու համար նրանց տվեցին, մեզ չտվեցին եւ իրավունքն ենք մեր պահանջում, տակ մեզ սեփականություն, մեզ տուն, որ մենք ապրել ենք 10 տարուց եւ ամենակարճ ապրողը 10 տարուց ավել է ապրել այստեղ։ Օրենքը գործում է բոլորի համար եւ ոչ թե մեկի համար։